Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան-Ադրբեջան բառերը միասին, եւ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025-ին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Այս մասին Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաեւ միջազգային հանրության աջակցության դրսեւորում է, որովհետեւ որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Փաշինյանը նաեւ նկատել է, չնայած մրցանակը տրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է։ Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավաց, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։